Գործընկերներ պետք է բարձրանան կարգախոսի, որովհետև նիստը արդեն 15 Մի բան եմ ուզում ասել, էլի կներեք։ Ձեր հարցադրումներից ձեր 168 կետը է տպավորություն է ստեղծում, որ դուք մեր երկրում չեք ապրում։ Հարցը, որ տալիս եք, ինչու են միայն ընդդիմության հետ կապված քրեական գործեր հարուցում, ինքնին հարց առաջացնող է, պարզ չէ պատասխանը, որովհետև ընդդիմությունը համատարած ընտրակաշարք է բաժանում։ Նախ 258 դեպքը, եթե դրանք այդքան են, մեր երկրի համար, կարծում եմ բավարար չափով մեծ թիվ է, որ մենք խոսենք համատարած երևույթի մասին։ Երկրորդ, որ դուք ասում եք, որտեղից եք վերցնում, որ համատարած է, գալիս ենք իմ առաջին ասածին, դուք այս երկրում եք ապրում։ Բա որ այս երկրում եք ապրում, պետք է ուզենալ կապել աչքերը այնպես, որ Բա որ համատարած խախտում ա եղել, ինչի՞ չեք դիմել սահմանադրական դատարան։ Ինչ է կատարվել։ Դե հիմա Հետև ընտրողը կարողացել է այդուհանդերձ իր կամքը արտահայտել եւ հաղթահարել այդ համատարած ընտրակաշարքների հետևանքները։ Որովհետեւ կա այն արդյունքը, որը որ այսօր կա ավելի մեծ այդքան համատարած եղել, աղաղակող ա եղել, մոտ վիճարկեք տեսնենք էլի, տեսեք, սիրելիս, այստեղ այդ հարցն է որոշվում։ Կարող է այստեղ լինել ֆակտորը, կարող է այստեղ լինել հարգելի ֆակտորը եմի լրագրող։ Հիմա քանի որ դուք հարցնում եք միկրոֆոնի վրա գրված։ Որևէ խնդիր կա, որ շատ անկապ բայց ինչ չէ որ հանրությունը անպայման իմանա եւ դիքսի թե ինչպես է որ ասում եք ինչու չեք վիճարկում, այդ հարցը հիմա գտնվում է քրեական գործընթացների շրջանակներում եւ պետական ինստիտուտները իրանց գործը այդ առումով անում են։ Հետեւաբար պետական ինստիտուտները շարունակել են այդ առումով իրենց գործը անել եւ կլինի այն արդյունքը, որը կլինի։ Դատարանները ինչ կորոշեն, ինչը գործընթաց եթե լինի, եթե մենք վիճարկած լինենք, արդեն տեսած կլինենք, որ վիճարկում ենք։ Պետական ինստիտուտները, մասնավորապես հակագործություն կոմիտեն եւ այլ իրավապահ մարմինները իրենց գործը անում են եւ բնականաբար հանցագործները պատժվելու են։ Բայց այն որ դուք ասում եք ինչն է համատարած 258-ը, խնդրում եմ մի հատ ինձ բացատրեք։ Այն օրինակ այն մարդը, որ ասում է ցավիկը տանը, ինքնին իր համար հանգիստ տանը նստած որոշեց, որ ինքը պետքա կաշանի, օրինակ։ Ցանկացածը, պարտադիր չի հենց այդ մեկը։ Այդ մարդիկ ինչ եք կարծում, օրինակ իրանց տանը հանգիստ նստած էին, որոշեցին օրինակ իրանց գրպանից կամ փող դնեն, լավություն անեն, քաղաքական ուժերից մեկին կամ մի քանիսին, որոնք մասնակցում են ընտրություններին, հա, տենց են եղել։ Այսինքն այդ ցավիկը տանող մարդը միշտ բարեգործություն անելուց է եղել, կամ իր կնոջ ոսկեղենը տարել, գրավադրել, փողով տարել մարդկանց լավությունն է որոշել անի։ Թե այդուհանդերձ իրանի Եթե օրինակ ըստ ձեզ Տիկին Ջուլհակյան, եթե քաղաքացիական պայմանագրի տարբեր ներկայացուցիչների հեռախոսազանգեր լսեին, ըստ ձեզ ինչեր կլսեին։ Ոչ մի հակաօրինական բան համենայն դեպս։ Ինչ գիտեք որ չեն լսել, հենց հարցը դա է։ Ինչև է։ Լսվել է այն մասին։ Ես չգիտեմ, բայց ես վստահ եմ, որ դուք էլ չգիտեք։ Ես վստահ եմ, որ միայն ընդդիմության հեռախոսազանգերն են։ Ոչ, որովհետև երևույթը, որին որ մենք ականատես ենք եղել, տեղի է ունեցել ընդդիմության ջանքերով, այսպես ասած։ Ասում եք, ինչու ոչ մի իշխող կուսակցության ներկայացուցիչ չկա, որ անցնում է օրինակ ընտրակաշարքի գործով։ Գուցե չկա ընտրակաշարք բաժանը, վստահաբար չկա։ Թե չէ կլիներ, որովհետև այս իշխանության օրոք գործող պաշտոն զբաղեցնող անձինք զրկվել են իրենց պաշտոնից ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ պատիժ կրելու կամ կալանավորվել են։ Այսինքն սա այն իշխանությունն է, որ չի խղճում ոչ մեկին, այդ թվում եւ սեփական թիմի ներկայացուցիչներին։ Ինչի մասին է խոսքը։ Չէ, ես արդեն իրոք հերիք է ցույց տալ, որ մենք ապրում ենք այլ իրականությունում։ Սա է մեր իրականությունը։ Սա մի իրականություն է, որտեղ ընդդիմությունը բաժանել է կաշառք, դրա վերաբերյալ կան բազմաթիվ պնդումներ, քրեական գործեր, կհաստատվեն դեպքերը, թե ոչ կերևա դատարանում։ Եվ Տիկին Ջուլհակյանը հենց դա նկատի ուներ, որ մեր երկրում աշխատում են, գործում են ինստիտուտներ, եւ մենք կտեսնենք, թե ինչպիսին կլինի հետևանքը։ Բայց բոլորը լսել են այն, ինչ լսել եք դուք, ինչ լսել եմ ես եւ պետք չէ այնպես ներկայացնել։ Դատական եզրակացություններ պիտի լինեն, որ հավաստեն քաղաքացիներին, որ եղել են այդ դեպքերը։ Եվ դա կոնկրետ առանց դատական եզրակացությունների այսպիսի հայտարարություններ անել է վերաբերում։ Իշխանության վերաբերյալ երբ որ թվում դուք եւ ձեր գործընկերները հրապարակում են անում։ Կգաք այստեղ խոսեք, հա։